6 տարեկան եւ 4 ամսական երեխաների մայրերը նույնիսկ դատարանի վճռով չեն կարողանում ոչ միայն հետ ստանալ իրենց երեխաներին, այլ նաեւ տեսնել։ Երկու դեպքում էլ երեխաները գտնվում են հայրերի մոտ։ Արմինե Աբոյանը վերջին անգամ տղային տեսել է 2 տարի առաջ։ 6-ամյա որդուն տեսնել չի հաջողվում նույնիսկ դատարանի վճռից հետո, թույլ չեն տալիս։ Նրանք վերցրեցին գնացին, ես սպասեցի, որ նորից կարողան տանիքը միանա եւ ոչ մի բան։ Դրանից հետո դիմեցի դատարան։ Փաստաբանը վստահ է, որ հարկադիր ծառայողները չարաշահում են իրենց դիրքը ու գործարքի մեջ են մտնում Արմինեի նախկին ամուսնու հետ։ Արդարադատության նախարարից մինչև մարդու իրավունքների պաշտպան ու ոստիկանություն դիմել են բոլոր հնարավոր մարմիններին։ Տարիներն անցնում են, բայց մայր ու երեխա չեն հանդիպում։ Ծնողները իրար չեն հասկանում, բաժանվում են, բայց դա հիմք չի առաջացնում երբևիցե ինչ որ մեկին ծնողներից զրկել իրենց երեխայի հետ շփվելու։ Նամանավանդ եթե արկա է դատարանի վճիռ հստակ, որտեղ գրված է, որ երեխայի խնամքը պետք է հանձնվի իր մորը։ Հենց ծննդատանը առանց ծննդյան վկայականի, առանց որևէ իրավական հիմքի Լենա Հարությունյանի վաղահաս ծնված երեխային փոխանցում են կենսաբանական հորը։ Նախնական համաձայնությամբ Լենան պետք է երեխա ունենար ԱՄՆ քաղաքացի իր ծանոթից արհեստական բեղմնավորմամբ, որը կատարվել է տնային պայմաններում։ Դրա դիմաց պետք է ստանար ֆինանսական աջակցություն ու Ամերիկայում ապրելու հնարավորություն։ Պայմանավորվածությունը չի կատարվում։ Երեխաներ չունեցող ընտանիքը Լենայի որդուն պարզապես առևանգում է։ Վիրահատությունից հետո ասացին, որ ես ճնշումի հետ խնդիր ունեմ, իմ ճնշումը մինչև 220 է բարձրանում, իսկ այդ նախաինսուլտային նշաններ են, ու ես պետք է ռեանիմացիայում պարկեմ 1 շաբաթի չափով։ Ասաց, որ մյուս կողմին հանձնենք, որովհետև ինքը հայրն է ու ոչ մի վատ բան չի անելու քո երեխային։ Ծննդյան վկայականը ձեռքին, դատարանի վճիռը պատրաստ, Լենան այդպես էլ չի տեսել նորածնին։ Մինչև այդ չէր կատարվել նաև դատարանի մեկ այլ կերակրման համար երեխային ու մորը տեսակցելու որոշումը։ Այսպիսի պայման դրեց։ Ամեն 3 ժամը 1 Ուրեմն երեխային պետք է տրվի մորը, կերակրի, 3 ժամ հետո կերակրվի, այնուհետև հարկադիր կարգով երեխային պետք է վերցվի մորից, տրվի մյուս կողմին, հետո 3 ժամը լրանալուց հետո նորից տրվի մորը եւ այդպես շարունակ օրվա ընթացքում 8 անգամ եւ դահակը ծառայության շենքում։ Հակառակ դեպքում ոչ մի տարբերակ չկա դատական ակտը կատարելու։ 4 ամսական երեխայի կենսաբանական հայրը այժմ հետախուզման մեջ է, նորածնի բոլոր փաստաթղթերը մոր մոտ են։ Առևանգման համար հարուցվել է քրեական գործ, բայց ԱՄՆ քաղաքացին չկա։ Այս դեպքում էլ չի կատարվում երեխային մորը վերադարձնելու դատարանի որոշումը։ Մանուիլիցյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։